Վերադարձանք, վայելեցինք երաժշտությունը։ Հիմա վայելելու ենք ամենահամեղ պահը մեր հաղորդման, որովհետև ժամանակն է արդեն տեղափոխվելու խոհանոց, իսկ այսօր խոհանոցում մեզ համար շատ սիրելի բաղադրատոմս է, այո, վստահաբար ներկայացնելու խոհարար Արթուր Սահակյանը, բարի լույս Արթուր։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Մենք այսօր կպատրաստենք բոլորի կողմից սիրած երևի թե սմբուկով աղցանը եւ այսօր ցույց կտանք ինչպես նույն աղցանը պատրաստել տան պայմաններում։ Նախ ասեմ, մեզ հարկավոր է սմբուկ, լոլիկ չերի, միքս աղցան, ստրաչատելա պանիր, կիսաքաղցր սոուս, կարող եք ընտրել տարբեր տեսակի ընկույզներ, ես հիմա այս տեսակն եմ ընտրել, օգտագործելու ենք մենք տեմպուրայի ալուր, կբացատրեմ տեմպուրայի ալուրը, ինչիով է տարբերվում եւ օգտագործելու ենք կիտրոն ու ամենակարևորը մենք տապակելու ենք բավականին շատ ձեթի մեջ։ Հիմա այս սմբուկը մաքրենք եւ մի փոքր ասեմ ինչ տարբերություն կա տեմպուրայի ալյուրի եւ մեր ցորենի ալյուրի։ Տեմպուրայի ալյուրի մեջ ինքը համ բրնձի ալյուր կա, համ փխրեցուցիչ կա, համ կրախմալ կա։ Դրա համար տապակելու համար շատ ավելի լավ է օգտագործել տեմպուրայի ալյուր, քան սովորական մեր որ տան օգտագործում ենք ալյուր։ Տան ցորենի ալյուրով պատրաստվածը, քանի որ մենք տապակելու ենք բավականին շատ ձեթի մեջ, սովորական ալյուրը ավելի շատ կլանում է ձեթը, ինքը ավելի ձիգ մասա է ստանում, իսկ տեմպուրայի ալյուրը համ տապակելու համար լավ է եւ թեթև է ստացվում մեր տապակած ամեն ինչ։ Այո, երբ տեսնում ենք ինչ-որ բանի տեմպուրա, նկատի են ունենում, որ հենց այս ալյուրով է տապակված։ Այո, ինքը օգտագործվում է տեմպուրայի եւ կա արդեն չորահացի տեսքով։ Սա ալյուր տարբերակն է։ Հիմա մենք սմբուկը մաքրեցինք, կտրատեցինք, ջրին անպայման անում ենք աղ։ Մենք այստեղ ջուր ենք։ Ինքը բավականին չափով մի քիչ շատ ենք անում, որ մի քիչ այս դառնությունը հիմնականում մենք պատրաստում ենք եւ մի մոտ 15-ից 20 րոպե պահում ենք այս ջրի մեջ։ Այո, որ եթե սմբուկը ունենում է դառնություն, նա լիարժեք մաքրում է դառնությունից եւ մի փոքր աղ է տալիս մեր սմբուկին։ Բայց քանի որ մենք եթերում ենք, չենք կարող այդքան երկար սպասել, մենք հիմա միանգամից կպատրաստենք։ Վերցնում ենք մեր տեմպուրայի ալյուրը, լավ խառնելուց հետո այսպես լցնում ենք այստեղ եւ նորից խառնում ենք։ Մենք այս տարբերակը անելու ենք երկու անգամ, որ մեր լեզոնապատումը լավ լինի։ Հիմա երկրորդը, եթե մենք նույն ջրի մեջ լցնենք, ջուրը շատ կլինի եւ արդեն լավ չի կպնի մեր լեզոնը սմբուկին։ Դրա համար մի փոքր ալյուրով այս սմբուկը լցնում ենք ուրիշ տարայի մեջ։ Ավելացնում ենք մի փոքր այս մեր ջրից, շատ չէ։ Եվ նորից բոլորը խառնում ենք, որ ավելի մի քիչ խոնավանա եւ այսպես տեսք ստանա։ Հիմա այս արդեն տեղադրում ենք մեր ընդհանուր տեմպուրային։ Սա երկշերտ պատման համար է այո, եւ այս տեսքը մենք ստանում ենք պատրաստի ընթացքում, հեսա մենք կտապակենք։ Քանի որ հիմա կփորձենք հեսա։ Արդեն ուրեմն մեր ձեթը պատրաստ է, կարող ենք Արթուր, այս տեմպուրայի ալյուրը հենց այդպես կարելի է այո, հենց այսպես հենց այդպես է կոչվում։ Տեմպուրայի ալյուր։ Եվ հենց այսպես վաճառվում է։ Կարող եք նույնը պատրաստել, բայց եթե կա պատրաստին, ինչու համար չարչարվել, բոլոր բաղադրիչները գնել եւ խառնել։ Ու պատրաստելու ընթացքում գուցե բաղադրիչների չափերը այդքան էլ ճիշտ չլինեն,
խառնենք ամեն բան, այնպես որ ավելի լավ է հեշտ եւ արագ տարբերակը։ Պատրաստի տարբերակը գրել, լավ է որ կա իրականում։ Այո։ Հիմա փոխենք։ Կալորիականությամբ մի քիչ բարձր է լինելու այս Դե աղցանը, տապակվում ճիշտ է։ եմ գուշակում։ Այո, բավականին Պետք է պատրաստ լինել այս Դե պետք է աղցանը։ պատրաստ լինել, բայց մենք իրականում կարող ենք այդ ընթացքում երբ տապակվում է սմբուկը, մի հետաքրքիր բան պատմել մեր հեռուստադիտողներին, էլի կալորիականության Այո։ հետ կապ ունի ինչ որ առումով, որովհետև ջրային տորթի մասին ենք խոսելու։ Այո, բայց պետք չէ զարմանալ Համլետ եւ սիրելի հեռուստադիտողներ, որովհետեւ կան մարդիկ, որոնք մտածել եւ պատրաստել են ջրային տորթեր, որոնք ունեն շատ քիչ կամ 0-ին ավելի մոտ կալորիականություն։ Եթե չգիտեք, պատմենք ինչպես։ Ջրային տորթը անձրևի կաթիլի նմանություն ունի։ Այն թափանցիկ է, պատրաստվում է հատուկ ջրիմուռներից։ Դուք հիմա տեսնում եք ջրային տորթը ափսեի այն անկյունում, որը չի երևում։ Որը չի երևում, թափանցիկ է։ Չի երևում։ Ուտելից հալվում է բերանում վերածվելով ջրի։ Իդեալական է նրանց համար, ովքեր նախընտրում են համեղ, գեղեցիկ ուտել, բայց ավելորդ քաշերից խուսափել։ Մի խոսքով, եթե բարձր կալորիականությամբ աղցանից հետո աղանդեր սիրտը ուզի, Պետք չէ ոսկեզոծ պոնչիկներ ուտել։ Ոսկեզոծ պոնչիկը չէ։ Իրականում Արտուրին էլ պատմենք, մենք այսօր եթերի ընթացքում խոսում էինք այդ թրենդային տարբեր կերակուրների մասին, որոնք շատ հաճախ պատվում են նաև ոսկով, ու պարզվում է, որ կա ոսկեզոծ պոնչիկ աշխարհում, որը վստահաբար կալորիականությամբ կրկին բարձր է, այնպես որ ջրային տորթը ջրի մուրներից խորհուրդ ենք տալիս։ Բայց դա չէ ինչ համկ ունենա։ Ինձ թվում է անհամ է լինելու, թե ջրի մուրի համը մի խոսքով լավ, ավելի լավ է մենք կենտրոնանանք սմբուկի վրա։ Այո։ Մենք կալորիականությունը մի փոքր ավելի քչացնելու ենք օգտագործելով միքս աղցան, լոլիկ եւ այդ ընթացքում արդեն ինքը մի փոքր կալորիականությունը կիչացնենք եւ տեսնում ենք մեզ մոտ արդեն համարյա թե քիչ մնաց, որ պատրաստ լինի սմբուկը եւ խրթխրթան լինելու է սմբուկը։ Հիմա մենք արդեն միքս աղցանը կարող ենք ափսեին։ Հավաքելու ենք աղցանը Այո։ փաստորեն։ Մենք աղցանը հավաքել ենք, հիմա կտրատենք չերի լոլիկը։ Մենք ավելացնելու ենք պանիր կարող եք օգտագործել թե մացարելա, թե բուրատա։ Ես օրինակ օգտագործում եմ այս աղցանին ստրաչատելա տարբերակը։ Ինքը ավելի նուրբ, ավելի գեղեցիկ համ է տալի, թե քաղցրությունը իրա, թե նրբությունը ավելի լավ համադրվում է։ Այո։ Արտուր, այս սմբուկը տեմպուրա տարբերակով տապակելը կամ կարամելիզացնելը, սմբուկը ալյուրով տապակելը, սա որ մշակույթից է գալիս, որ խոհանոցում է ավելի հայտնի։ Ավելի շատ ասիական խոհանոցից, որովհետև մենք հենց տեմպուրա ալյուրը այդ խոհանոցին է պատկանում, դե մեր Հայաստանը ավելի շատ օգտագործում է բացի մեր տեղական, այլ մնացած տարբեր տեղերից օգտագործում է տարբեր խոհանոցների բաղադրիչներ, որը հենց տեմպուրան շատ օգնում է մեզ խոհանոցում։ Նայեք հիմա տեսնում եք արդեն խրխրթան, ինքը որ ձեռքով էլ անում ենք, ինքը խրխրթան լավ, այո, հուշում, որ պատրաստ է։ որ խրխրթան է լինելու նաև։ Շատ երկար չենք թողնում։ Չէ, շատ երկար պետք չի, քանի որ սմբուկը ինքը իրանից ջրային մասան շատ է մեջը, ինքը այդպես շատ տապակվելու կարիք չկա, ու մենք շատ մեծ կտորներով չենք կտրատել, դրա համար պետք չի երկար տապակել, եթե շատ թողենք, արդեն մեր լեզոնը պատածել, արդեն կվառվի, իսկ տեսքը գեղեցիկ չի լինի։ Եվ մենք հիմա այսինքն դնում ենք աղցանի, միքս աղցանի վրա։ Մենք սովորենք, որ սմբուկը պիտի մանուշակագույն լինի, չէ՞, երբ տապակված է, այս դեպքում դե գեղեցիկ դեղին է։ Այո։ Դրա համար հարցրեցի, որովհետև շատ ժամանակ աղցաններ պատվիրում ենք հատկապես, տեսնում ենք, որ լավ
կարմրած է ու այդտեղից հուշում է, որ տեմպուրան փաստորեն շատ երկար է պատրաստվել ու Եվ թողել գուցե են այրված ավելի քան լինի։ պետք է, այո։ Հիմնականում շատ տեղեր կա, որ օգտագործում են ալյուր, բայց ալյուրով պատրաստված ավելի ձիգ է ստացվում, այս խրթխրթանությունը եւ թեթևությունը չի լինում։ Հիմա մեր թանձրուկին ավելացրեցինք մի քիչ կիտրոնի քերոք, Թանձրուկը քաղցրացու այո, սոուսն է։ Հիմա չերի լոլիկը այսպես խառը, չափսուսալով շատ, հիմա ավելացնում ենք մեր թանձրուկը եւ վերջում արդեն կավելացնենք պանիրը եւ վերջում սոճնկույզը։ Եվ մեր աղցանը արդեն պատրաստ կլինի։ պատկերացնում եմ որքան համեղ։ Շատ արագ։ Եվ թվում է, թե սմբուկը տեմպուրա տարբերակով պատրաստելու համար բավականին երկար ժամանակ է պետք, ընդամենը 5 րոպե։ Այո։ Հիմա արդեն ավելացնում ենք մեր պանիրը։ Պանիրի սերուցքային համը շատ համադրում է լրացնում է մեր աղցանին։ Ինչ գեղեցիկ։ Եվ վերջում Եվ վերջ մեր աղցանը պատրաստ է։ Շատ Իդեալական։ անչափ գեղեցիկ է, վստահ եմ նույնքան համեղ։ Դու բույրը զգում ես։ Իհարկե զգում եմ։ Սելերոսայտողներ դուք բույրը չեք զգում, բայց վստահ ենք, որ Բաղադրատոմսը Արտուրի ներկայացրած ֆիքսեցիք, մտապահեցիք եւ խորհուրդ ենք տալիս անպայման տանը եւս պատրաստել, քանի որ իսկապես շատ հեշտ էր։ Արտուր, շնորհակալ ենք անչափ։ Շնորհակալ։ Եվ Բաղադրատոմսի համար։ Այո, եւ սիրով կրկին կսպասենք մեր տաղավարում նոր գաղտնիքներ բացահայտելու։ Մեզ մնում է փորձել հիմա այս աղցանը, իսկ ձեզ սիրելի հեռուստադիտողներ գրի առնել հետո պատրաստելու համար, իսկ հիմա վայելել երաժշտություն։